Պարոն նախագահ, իրատեսական եք համարում, որ Թուրքիան երբևէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Միանշանակ։ Ինչ գործողություններ են արվել, որոնք նպաստել են հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ես լավ չլսեցի ձեր հարցը։ Երեք լրացել է 8 տարի, իսկ դուք հրաժարական եք տվել, այս 8 տարիների ընթացքում ձեր կարծիքով ներկա իշխանությունները ինչ գործողություններ են արել, որոնք կնպաստեին հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ընդհակառակը, ամեն ինչ արել են, որ այդպիսի բան չլինի։ Այո, իշխանափոխությունից հետո ես վստահ եմ, որ կարող է։ Արցախի հայաթափումը, բռնի զավթումը, հայոց ցեղասպանության ճանաչումը չիրականացնելու հետ որքանով եք կապում։ Լավ չլսեցի, վերջին ինչ ասիք։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է եւ Թուրքիան շարունակաբար չի ճանաչում ցեղասպանությունը։ Արդյոք Արցախի հայաթափումն ու բռնի զավթումը կապում եք իրենց այդ քաղաքականությունը չդատապարտելու եւ չճանաչելու համատեքստում։ Իրենց նպատակն է միշտ եղել եւ այդ նպատակը այսօր էլ առօրյական է։ Մեկը մյուսի շարունակությունն է։ Դե կասկած չկա։ Ասացիան նաև երեք ձեր առաջին հրաժարականի կապված է Բոխերիմ ընկերոջ մասին կարգված, որը հարցեր է առաջացրել, ում է ուղված այդ տեքստի այդ հատվածը Բոխերիմ ընկեր ասելով, ում նկատում եք եւ խմբագրման հատվածը, հա, որ տեքստի խմբագրումը մանիպուլացվել է։ Դուք կարծեմ թե լավ չեք բանարել։ Ընթերցել իմ հայտարարությունը։ Ամեն դեպքում այդ հատվածում է ուղված։ Բոխերիմ ընկեր Ընկերներ, հա։ Տարբեր մարդկանց, նրանք ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր տյանեին ինչ որ չարեցին։ Իսկ ինչ պետք է անեին։ Ինչ պետք է անեին, որ չարեցին։ Եվ անուններ չէիք ուզի նշել։ Իհարկե ոչ։ Կարող է